ես գիտեմ, որ դու աշխատում ես պոզիտիվ հոգեթերապիայի մեթոդով։ Ոնց կբացատրես այդ մեթոդը այն մարդկանց, ովքեր դրան ընդհանրապես ծանոթ չեն։ Շատ տարածված կարծիք կա, որ երբ որ մարդ գնում է հոգեբանի մոտ, հոգեբանը աշխատում է այն նրա հետ, ինչը որ մարդու մոտ ջարդված է, կոտրված է, փչացած է, հա, բայց պոզիտիվ հոգեթերապիան կոնկրետ նայում է ոչ թե նրան, ինչը որ քո մոտ չի աշխատում, այլ այն նրա վրա, թե ինչ կա քո ներսում, արդեն իսկ, բայց դու դրա մասին մոռացել ես։ Հա, մենք հոգեբանության մեջ դա կոչում ենք ռեսուրս։ Ինչ որ եթե վատ իրավիճակ է տեղի ունենում, մենք նայում ենք, թե այդ իրավիճակում մարդ, օրինակ, երբևէ էլի եղել է, չի եղել, ու եթե եղել է, ոնց է հաղթահարել, ու այդ ոնց է հաղթահարելը դառնում է մեր համար ռեսուրս, որպեսզի հիմա եւս ներգրավենք ներկայիս իրավիճակի մեջ ու փորձենք այդտեղից օգուտ քաղել։ Մեկը դա է եւ մյուս ուղղվածությունը, հա, այսպես ասած, որի վրա մենք ուշադրություն ենք դարձնում, դա մեր կյանքի բալանսն է։ Մեր մարմինը, մեր գործունեությունը, մեր շփումները մարդկանց հետ ու այն էմոցիաները, որոնք որ մենք ստանում ենք իրանցից ու նաեւ տալիս ենք, եւ նաեւ մեր նպատակները, մեր երազանքները։ Մենք նայում ենք այդ 4 կետին, տեսնենք, թե մարդ ներկա իրավիճակում, ներկա խնդրի մեջ, հա, իր մոտ այդ բալանսը ինչ վիճակի է, ոնց է ինքը գնահատում, ու եթե տեսնում ենք, որ ինչ-որ մի բանը շատ է, հա, ուղղվածությունը, մարդկա ստրեսի ժամանակ շատ է, օրինակ գնում պարապում, ջիմում, հա, մարդկա իրան աշխատանքին է ամբողջությամբ նվիրում, հա, ու եթե տեսնում ենք, որ ինչ-որ մի բանը շատ է, մտածում ենք, թե ոնց կարող ենք օգնել, որ բալանսավորվի, հա, այդ 4 ոլորտը։ Ու ամեն մարդ ինքն է որոշում, որն է իր նորման։ Եթե նայենք գրքային, պետքա բոլոր այդ ոլորտները լինեն 25% բաշխված 100%-ի մեջ, բայց դա չի նշանակում, որ իմ մոտ կամ քո մոտ կամ մեկ ուրիշի մոտ պետքա տենց գրքային 25%, հա, ամբողջ լինի։ Մեկի համար պետքա մարմինը լինի 50%, մյուսի մոտ, չգիտեմ, 30%, հա, այդ ամեն ինչը շատ կարևոր է, որ մարդ ինքը հասկանա, որն է իրանը, չհիմնվի ուրիշների վրա։ Հա, ինքը կարա ուրիշների փորձը վերցնի որպես հիմք, բայց ինքը նաև ուշադրություն դարձնի, թե որն է իր համար տանելի, ընդունելի ու իհարկե ռեալ իրականացնելու համար։